Բիայնան ծնվել է, երբ մայրիկը բոլորել էր 4 տասնամյակը։ Դժվարությունների մասին Արփինեն ոչ հիշում է, ոչ էլ խոսում դրանցից։ Միայն երջանկություն եւ ուրախություն, որ զգացել է հղիության առաջին վայրկյանից։ Ինձ թվացել է, որ ես չեմ սպասել, որ ընտանիք կունենամ, բալիկ կունենամ, բայց այս հասուն տարիքում արդեն մայրանալուց հետո հասկացա, որ ամբողջ կյանքում սպասել եմ ըստ երևույթին հենց այս պահին։ Ամեն օր կարոտում եմ անցած օրը, կարոտում եմ իմ հղիության շրջանը, ամեն ինչ ավելի գիտակցված է հասուն տարիքում, կարող եմ տարբերություն, այսինքն չեմ կարող համեմատել ավելի փոքր տարիքում բալիկ ունենալը եւ հասուն տարիքում ունենալը, բայց այս հասուն տարիքում ես հասկանում եմ, որ իմ ամեն քայլը գիտակցված է։ Սյունիքում բարձրացել է առաջնածնության տարիքը, փաստում են գինեկոլոգներն ու թվերը։ Կապանում նախորդ տարվա հաշվարկի համաձայն առաջնածինների միջին տարիքը 24 է։ Ամենաերիտասարդ կինը 19-ում է մայրացել։ Անչափահաս մայրիկ վերջին տարիներին հազվադեպ է հանդիպում։ Մինչև 18 տարեկան, եթե կինը ծննդաբերում է, դա համարվում է ինքը պատանի առաջնածին, այսինքն ինքը իր առանձնահատկությունները ունի, ելնելով կոնքի լրի ձևավորված լինել չլինելու հետ կապված։ Անատոմիական տեսանկյունից, այսինքն տարիքից ելնելով ավելի ֆիզիոլոգիականին մոտ է, եթե առաջին ծննդաբերության մասին ենք խոսում, դա 23, 22, 25 տարեկան մինչև 26 այսպես։ Բայց առհասարակ դա չի նշանակում, որ եթե կինը 30 կամ բարձր տարիքում է, դա իրան պետք է խանգարի։ Առաջնածնության միջին տարիքը Սիսիանում 21-ն է։ Այստեղ 18-ամյա հղիներ գոնե 2025-ին ավելի հաճախ են ծննդաբերել։ Մեղրեցիները 26-ից 28-ում, գորիսեցիները 21-ից 24-ում են լույս աշխարհ բերում առաջին բալիկին։ Կապանի բժշկական կենտրոնում մեր նկարահանման պահին գտնվող մայրիկներն առաջին երեխան ունեցել են 23-ից 25 տարեկանում։ Առաջնեկս է երեմը, տղաս, ինձ թվում է տարիքը կինն է որոշում, բայց ես 25 տարեկանում, այսպես ասած, համարում եմ, որ նաև գիտակից տարիքն է երեխա ունենալու, որովհետև երեխա ունենալը ավելի պատասխանատու, այսպես ասած, գործ է, որովհետև լինում են դժվարություններ, ճիշտ է, հրաշքին տեսնելով ամեն ինչ անցնում է, բայց ավելի պատասխանատվորեն ես մոտենում այս հարցին։ Իրականում մտքով, հոգեպես մարդ պետք է պատրաստ լինի երեխային եւ դժվարություններին եւ ուրախ պահերին։ Դա իրական շատ կարեւոր էտապ է, որ դու պետք է քեզ պատրաստես դրան։ Կօգնենք, կաջակցենք, կողքին կլինենք, ասում է բժիշկ Լեո Գրիգորյանը։ Հորդորում երեխա ունենալու որոշումը կայացնելիս չվախենալ տարիքից։ Դեպքերը տարբեր են, կախված կնոջ առողջական վիճակից, կենսակերպից եւ այլն։ Ամենատարբեր պատճառներ կան, որոնցով որ կինը ինչ տարիքում ունենա երեխա կամ չունենա, ամեն դեպքում երբ էլ որ կինը ցանկանում է երեխա ունենալ, իր համար էլ թող դա համարվի իդեալական տարիք։ Մայրանալու համար կարծում եմ տենց տարիքը էական չի։ Այս վիճակագրությունն ամբողջական պատկերը չի ներկայացնում, քանի որ մեր մարզում չկան վերարտադրողական կենտրոններ։ Անպտղության հաղթահարման համար ընտանիքները մայրաքաղաք են հասնում։ Հաջողված փորձից հետո կանայք հիմնականում հենց այնտեղ էլ ծննդաբերում են։ Առողջապահության նախարարությունը ծրագրեր ունի թե առաջնային, թե երկրորդային անպտղություն ունեցող զույգերի համար։ 2019 թվականից մինչ օրս ծրագրի աջակցությամբ լույս աշխարհ է եկել 1739 երեխա։ Նրանց մեջ քիչ չեն սյունեցիները։ Ծրագրի շահառու կարող են լինել 20-ից 40 տարեկան, 2 տարի եւ ավել անպտղություն ունեցող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անզավակ կանայք։ Երկրորդ խումբը 28-ից 42 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անզավակ կանայք են, որոնց համար անպտղության ախտորոշումը պարտադիր չէ։ Նրանց համար իրականացվում է մինչ արհեստական սերմնավորում իրականացվող հետազոտություններ եւ սերմնավորման 6 փորձ։ Երրորդ խումբը 1 երեխա ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2 տարի եւ ավել անպտղության ախտորոշում ունեցող ամուսնական զույգերն են, որոնցից կինը պատկանում է 20-ից 36 տարեկան տարիքային խմբին։ Ծրագրի շահառու 4-րդ խումբը զոհված զինծառայողների ծնողներն են։ Առողջապահության նախարարության այս նախաձեռնության շրջանակում հերոսածին մայրերը 103 երեխա են լույս աշխարհ բերել։ Անպտղության հաղթահարումը բավականին թանկարժեք բժշկական օգնություն է, արժեքը կարող է գերազանցել 1, երբեմն էլ 2 միլիոն դրամը։
Ընդհանուր առմամբ ծրագիրը իր մեջ ներառում է անպտղության պատճառագիտությունը, որը սահմանում է կառավարության որոշման որոշակի ծավալով հետազոտություններ են եւ բուժումներ, ներառում է օժանդակ սերմնավորում 6 փորձ եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձ պետության կողմից ամբողջությամբ փոխհատուցվող եւ երկրորդ փորձը պետության կողմից մասամբ փոխհատուցվող։ Իդեպ անպտղության հաղթահարման ծրագրին կարող են դիմել նաև չամուսնացած կանայք, եթե 28-ից 42 տարեկան են, որոշել են մայրանալ, բայց չունեն զուգընկեր։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։